Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Վարդապետյան, թեև դուք ձեր զեկույցի մեծ մասը նվիրեցիք գույքային շահերի հատվածին, բայց զեկույցում հսկայական ցուցանիշներ կան, որոնք բավական մտահոգիչ են, կապված սպանությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, առանձնապես ծանր հանցագործությունների աճի մասով։ Մասնավորապես սպանությունների թիվը աճել է 11% եւ ավելի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 20% եւ ավելի, առանձնապես ծանր հանցագործությունները 11% շուրջ եւ այսպես շարունակ։ Առաջին հարցը վերաբերում է հետեւյալին. ունեք վերլուծություն պատճառների վերհանման եւ նաեւ միջոցների ձեռնարկման առումով, առաջարկների առումով, ինչ որ մարմնին ինչ եք առաջարկել, նույնը վերաբերում է զինվորական հանցագործություններին, աճ է արձանագրվել 155 դեպքով, այսինքն շուրջ 7.5%։ Պատճառը հետևանքային կապերն եմ ուզում հասկանալ։ Երրորդ հարցը վերաբերում է միջնորդությունների թվին։ Տեսեք, նորից նույն խնդրի առաջ ենք։ 25 թվականի ընթացքում ըստ ձեր զեկույցի ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու 2559 դեպքով։ Միջնորդությունների թիվը աճել է 12.1%, այսինքն շուրջ 277-ով։ Անդադ խոսում ենք նվազեցման մասին, այլ ընտրանքային խափանման միջոցներ կիրառելու, բայց ոնց որ թե պահպանում է։ Իդեպ ասեմ, քննչական կոմիտեի զեկույցը, որը նույնպես հիմա մեր մոտ է, լրիվ այլ եւ շատ ավելի բարձր թիվ է ներկայացնում։ Այս տարբերությունը ինչով կբացատրեք։ Նախ, երբ որ վերլուծությունը իրականացնում ծանր առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված, կխնդրեմ ուշադրություն դարձնել հաղորդման մեջ ընդհակառակը այդ նույն վերլուծության արդյունքում 0.9% նվազում կա ծանր առանձնապես ծանր հանցագործությունների, ընդհանուր հանցագործությունների թվի տեսակարար կշռի մեջ։ Հանցագործությունները հատով հաշվելու դեպքում եւ տոկոսը հատից դուրս բերելու դեպքում պատկերը խեղաթյուրված է ստացվում։ Մենք պետք է նայենք ընդհանուր հանցավորության տեսակարար կշռում, թե ինչ թիվ բացարձակ թվերով եւ դրանով պայմանավորված ինչ տոկոսային հարաբերություն ունի տվյալ արարքը։ Սպանությունների մասով, այո, թիվ հատ սպանություն տեսանկյունից ունենք ավելացում, բայց մի պարբերություն ներքև, եթե հաղորդման մեջ ուշադրություն դարձնեք, ունենք նաև բացահայտված սպանության նախապատրաստությունների եւ փորձերի դեպքեր։ Սա արտառոց իրավիճակ է, որովհետև այս փուլում նմանատիպ հանցագործությունների բացահայտման պրակտիկան նախորդ տարիներին այսքան բարձր չէր։ Ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն է ավելացել եւ բացահայտման որակն է ավելացել։ Եվ սրանով պայմանավորված կանխվել են սպանություններ, որոնք 14, եթե ես չեմ սխալվում, փորձի նախապատրաստության փուլում եւ մոտավորապես հիմա թիվը անգիր չեմ կարող ասել, նախապատրաստության փուլում։ Այս առումով կխնդրեմ, որ վերլուծություն անելիս ոչ թե հատով նայեք, քանի հատ սպանություն է կատարվել, այլ թե ինչ տոկոսայնություն ունեն այդ հանցագործությունները ընդհանուր հանցավորության վիճակի մեջ։ Եվ ինչն է կարևոր, որ վերջին տարիներին կատարված սպանությունների չբացահայտված դեպք գրեթե չունենք։ Այս առումով նախաքննական մարմինները եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները արդյունավետ են աշխատում եւ դա նաեւ կանխարգելիչ նշանակություն է ունենում։ Թմրամիջոցների հետ կապված վերլուծություն ունենք առանձին էլի հաղորդման մեջ, ինչպես 24 թվականին, այնպես էլ 25 թվականին մեր ամբողջ ներուժը մենք ներդրել ենք թմրամիջոցների մաքսանենգությունների դեմ պայքարին, որովհետև մեզ համար կարևոր է եղել այդ խմբաքանակները դուրս բերել շրջանառությունից, եւ եթե դրան նախորդած տարիներին էլի հատ վարույթով հաշվելու դեպքում մենք քանակապես շատ վարույթներ ենք ունեցել, շատ բացահայտումներ ենք ունեցել, բայց ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների քանակը, օրինակ 23 թվականի հաղորդումը եթե նայեք, շատ լուրջ տարբերվում է 25 թվականին դուրս բերված քանակներից։ Դրա համար այս պահին եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ քննչական մարմինները եւ մենք ամբողջ կարողությունը ներդրել ենք, որպեսզի ոչ թե փոքր չափերի
զգալի չափերի կամ մանր չափերի թմրամիջոցներ բացահայտենք ու դրանով ցույց տանք, որ այսքան հատ քրեական վարույթ ունենք եւ այսքան հատ, բայց ենթադրենք փոքր աննշան չափի թմրամիջոցի դեպք ենք բացահայտել, այլ որպեսզի կարողանանք այդ խոշոր խմբականակները դուրս բերել։ Ես դի խնդրեմ ինձ մի փոքր ժամանակ ավելացնեք մյուս հարցերին անդրադառնալու համար, եթե կարելի է։ Զինվորական հանցագործությունների հետ կապված ինձ համար տարօրինակ է, եթե մի պարբերություն ներքև գնայիք, կտեսնեք, որ ու ես իմ խոսքում էլ նշեցի, որ դեպքերի վերաբերյալ հաղորդումների թիվն է ավելացել, որտեղ ռազմական ոստիկանությունը բոլոր դեպքերով տալիս է հաղորդում։ Նույնիսկ այն իրավիճակներում, երբ որ ինչ որտեղ նույնիսկ ակնհայտ է, որ խոսքը պատահարի մասին է, ռազմական ոստիկանությունը տալիս է հաղորդում։ Սա պաշտպանության նախարարության դիրքորոշումն է վերջին 1 տարվա համար։ Սա իհարկե ավելացնում է նախաքննական մարմնի ծանրաբեռնվածությունը, բայց հնարավորություն է տալիս ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողությունները կատարել եւ հստակ փաստել, որ այո, գործ ունենք պատահարի հետ։ Ու եթե նայեք պատահարների քանակը, կտեսնեք, որ այդ դեպքերի զգալի մասը պատահարներ են եւ ընդհակառակը զինվորական ոլորտում հանցագործությունների մասին է խոսքը նվազում է տեղի ունեցել։ Վերլուծությունը հենց հաղորդման մեջ կա։ Եվ միջնորդությունների հետ կապված կալանքի։ Էլի, եթե մենք հատ միջնորդությունների մասին ենք խոսում, մենք սխալ պատկեր ենք ունենում երևույթների վերաբերյալ։ Ես ժամանակ չեմ ունեցել հասկանալու, թե ինչ վիճակագրական վերլուծություն է իրականացրել քննչական կոմիտեն, բայց մեր վերլուծության արդյունքները շատ հստակ են։ Մենք համադրել ենք հարուցված քրեական հետապնդումների հետ ներկայացված միջնորդությունների թիվը եւ ունենք նվազում։ Ավելին, վերջին 8 տարիների համեմատ 2023-25 թվականների ընթացքում ունենք եւ ներկայացված միջնորդությունների եւ դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թվի նվազում։ Դրանք բոլորը պարզ թվաբանություն է, եթե լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունեք, այդ թվում գրավոր կարող ենք տրամադրել։ Կարծես ամեն ինչին անդրադարձա։ Նախ չգիտեմ ինչից վերցրեցիք, որ ես թվերով եմ մենակ հատերով եմ ներկայացնում։ Հատերով ես ասեցի ընդամենը 2 ուղղությամբ միջնորդությունների թվի եւ նաեւ զինվորական հանցագործությունների մասով։ Մնացած դեպքերում ես տոկոս եմ ասել, չգիտեմ ինչ եք դուք հատի վերացում եք լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց պատշաճ անդրադարձեք իմ հարցումներին։ Ես կարդում եմ ձեր իսկ ներկայացած զեկույցից վերհանված թվերը տոկոսային արտահայտության։ Հիմա տեսեք, ես ասեցի, որ քանի որ կարճ ժամանակը քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, որը նորից մեր սեղանին է դրված, 25 թվականի ընթացքում ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու 3063 միջնորդություն։ Ձեր հաղորդման մեջ 2559 միջնորդություն։ Այսինքն անգամ մի քննչական մարմնի ներկայացած թվից ավելի քիչ է ձեր ներկայացրածը։ Կարողացա բացատրեմ հարցեությունը։ Ոնց կարա տենց լինի, եթե հələ չհաշված հակակոռուպցիոն կոմիտեին էլ, որ պետք է գումարվեր այդ միջնորդությունների թվին, որ դուք ներկայացրել եք։ Դրա մասին էր խոսքը։ Իսկ մնացածի մասով երևի ելույթում տոկոսները, որը որ դուք չընթերցեցիք, դուք դուրս եք բերել հատով հաշված վարույթներից։ Ես չեմ նենգափոխել ձեր ասածը եւ իմ պատասխանն էլ կառուցել եմ այն դրամաբանության վրա, որ դուք չեք կարող համադրել պարզ թվերն իրար հետ եւ դրանով տոկոսային աճ կամ նվազում արձանագրեք։ Եթե վերլուծություն եք ուզում անել, պետք է համադրեք քրեական հետապնդման մեղադրյալների թիվը ներկայացված միջնորդությունների թվի հետ։ Քրեական վարույթների թիվը ներկայացված միջնորդությունների թվի հետ, ինչը դուք չեք անում։ Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված թվաբանությանը, կառաջարկեմ քննչական կոմիտեի հետ քննարկել մեր կողմից ներկայացված փաստերը եւ մեր ներկայացված բոլոր տվյալները փաստահեն են, այդ թվում մեր կողմից վարվող եւ ոչ միայն դատախազությունում, այլև ոստիկանությունում գործող տեղեկատվական կենտրոնի հետ համադրման արդյունքում, այնպես որ չեմ կարող պատասխանել քննչական կոմիտեին վերաբերող հարցին։